Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հետախուզվում են Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ 1990 թվականին ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թվականին ծնված Արտաշես Չիչոյանը, ովքեր որևէ տեղեկություն ունեն Արարատ Նիկողոսյանի և Արտաշես Չիչոյանի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010 450202 102 հեռախոսահամարներով։ Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ժամը 23:45-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած քաղաքացի կա։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 23-ին Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1958 թվականին ծնված Եղիշե Խաչատրյանի ու անհայտ ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1 կոտորակին հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր։ Գործով կա 1 կալանավորված 1990 թվականին ծնված Խաչիկ Կոսյանը։ Հունիսի 9-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրացնելով Մայրաքաղաքի Սպենդիարյան փողոցից բռնել ու բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի բնակիչ 1975 թվականին ծնված Ռաֆայել Թաթևոսյանին, որը ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Ռաֆայել Թաթևոսյանը կալանավորված է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունիսի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 9, բացահայտվել է գողության և խարդախության 3-ական, յուրացման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հունիսի 8-ին ժամը 15-ից մինչև 16:30 ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն 4-րդ թաղամասի 11/1 հասցեում գործող խանութներից մեկի ցուցաթղթակի վրայից անհայտ անձը հափշտակել է բջջային հեռախոս։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն տեսագրությունում երևացող անձի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 հեռախոսահամարով։ Եղեգնաձորի բնակիչ Սևակ Բաբայանին որսագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցներն են բերման ենթարկել, իսկ սպանված Բեզուարյան այծը վազ 2103 մակնիշի այս ավտոմեքենայում է։ Հունիսի 7-ի առավոտյան ոստիկանները բնապահպանության աշխատակիցների հետ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով Արփի գյուղի սկզբնամասից կասկածելի վազ 2103-ը վարորդով ուղևորով բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, մեքենայի զննությամբ էլ հայտնաբերել գողոնը։ Ըստ Բաբայանի Բեզուարյան այծը գիշերն ինքն է որսացել Վայոց ձորի Գնիշիկ գյուղի հատվածից, հորը պատկանող 16 մմ տրամաչափի երկփողանի ողոր կապող ոսորդական հրացանով։ Սպանված կենդանին և հրացանն առգրավված են, քննությունը շարունակվում է։